Պարոն Փաշինյան, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հանեց այդ արգելքը Հայաստան տարանցիկ իր տարածքով բերեր փոխադրելու, դուք մի քանի անգամ հրապարակայնորեն տարբեր հարթակներից Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնեցիք, այսինքն հոկտեմբերից Թբիլիսիում ողջունեցիք ու շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար, այստեղ կառավարության նիստին մի քանի անգամ եղել է նույն ԵԱՏՄ հարթակում, որտեղ Ադրբեջանը որևէ կերպ ներկայացած չի, վերջինս մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում դուք էլի շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար։ Հիմա ձեր վիզավիները ասում են, որ դա պատճառաբանված է նրան, որ դուք ունեք որոշակի նման պարտավորություններ անդադ շնորհակալություն հայտնել, կամ որ դուք դրանով ուզում եք ցույց տալ, որ խաղաղության գործընթացը հենց ձեր վրա է կենտրոնացած, դուք եք միանձնյավարում այդ գործընթացը, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, միգուցե դա դիվանագիտական ինչ-որ հնարք է, եթե կարող եք կիսվել ձեր պատկերանցումներով, ինչով եք դուք առաջնորդվում դա անելուց, շնորհակալ։ Ընդհանրապես ես նկատել եմ, որ մեր մոտ, գիտեք, մեր իրականության մեջ, եւ սա նոր չեմ նկատել, վաղուց եմ նկատել, բանի իրականության ընկալման բանաձևերը բարդացնելու տենց բան կա, շատ մղում կա, որ ասենք ինչի է այս միկրոֆոնը կապույտ, իսկ ինչի է այս մեկը կարմիր, իսկ ինչու սա սև չի եւ մեկը դեղին չի եւ սրանից աշխարհաքաղաքական հետեւություններ։ Լսեք, ինչ որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, ո՞նց է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը դրան, որ մենք դրական ենք վերաբերվում։ Հակառակը, այո, որովհետեւ մի քանի բան է տեղի ունեցել, որովհետեւ հիմա դուք մի վերնագրի ներքո եք դնում, բայց իրական մի քանի բան է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բան է տեղի ունեցել։ Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Ես ասում եմ հարց կարա հնչի, բա ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետև գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։ Երրորդ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին եւ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրվի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Ասել երրորդ բանն է, այսինքն երրորդը թե չորրորդը տեղի է ունեցել։ Այսինքն նկատի ունեմ իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը եւ ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչա, կներեք, ինչ որ բան ասենք, ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս եւ հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է։ Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչած ձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ, այսինքն երկկողմ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Խոսակցությունը քաղաքական կատեգորիա չի, եթե գիտեք, պաշտոնական քննարկում այդ թեմայով պետք է չլինի, որովհետև քաղաքական արգելքի բացակայությունը արդեն բիզնեսները պետք է իրար հետ պայմանավորվեն եւ եթե պարզվի, որ կառավարությունը պետք է ինչ-որ բան անի այդ պայմանավորվածությունները հնարավոր դարձնելու համար, մենք դա կանենք։
Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ապատեղեկատվական արշավների շրջանակում վերջերս հերթական կեղծ թեզն է շրջանառվում, համաձայն որի իբրև թե Թուրքիայի նախագահը արդեն որոշում ունի, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցու հարցերով պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի իշխանությունների հետ, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես չեմ զարմանում տենց մեկնաբանություններից, որովհետեւ դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր Ռուսաստանի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես կուլտուրա չկա Հայաստանում ձևավորված Պապ թագավորի կարճ ժամանակաշրջանից եւ հատվածից հետո, այսինքն արշակումներից հետո տենց բան է, ես չեմ զարմանում, որովհետեւ դա հոլովում են այն մարդիկ, ով այդ կուլտուրայի մեջ են, եւ այն որ Հայաստանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ մեր եկեղեցին պետքա ի վերջո կանոնագիրք ունենա նոր, որ դրան էլ դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև միջև հիմա վերջին այդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են կամ ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա, ոնց որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ միջև այսօր կամ գործում են դե յուրե կամ Ռուսաստանի ցարի, այդ մարդկանց տարօրինակ չի թվում։ Եվ հետևաբար, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արթնանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում, եւ տրամաբանությամբ այդ բանի ծայրագավառային տրամաբանությունը զարգանում, եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության, քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը տենց թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Եվ այդ, կամ ուրիշ տարբերակով Ռուսաստանի կամ Պարսկաստանի ծայրագավառային տրամաբանություն։ Հենց դրա հետ է մեր խնդիրը։ Ես իմ բանախոսությունների ժամանակ, որ խոսք է գնում հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը ուժեղացրու պետությունը բանաձևի մասին, ես դրա մասին եմ խոսում։ Ասում եմ, մեր ենթագիտակցությունը սեփական պետության ընկալումը դեռ չունի, որովհետև հարյուրամյակներով մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան։ Հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը եղել է Պարսկաստանը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է Օսմանյան կայսրությունը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է ռուսական կայսրությունը։ Այսինքն 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան է եղել։ Հայրենիքը հիմնականում սիրելի, պետությունը հիմնականում ոչ այդքան սիրելի։ Եվ այդ ենթագիտակցությունը շարունակում է շատ բաներ շարժել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք այս գիտակցությունն ա որ ուզում ենք այս գիտակցության հետ ենք ուզում առերեսվել, ասել որ ժողովուրդ ի վերջո պետք է մենք այլ գիտակցություն ձևավորենք, որովհետեւ մեր հայրենիքն ու պետությունը այլևս նույնն են եւ մենք չպետք է մեր պետությանը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվենք այնց ոնց որ վերաբերվել ենք օտար պետություններին այդ հայրենիքով հանդերձ որում գտնվել ենք։ Հիմա մենք մեր հայրենիքով գտնվում ենք, մեր հայրենիքով հանդերձ գտնվում ենք մեր պետության մեջ։ Հետևաբար ծայրագավառային տրամաբանություններ պետք չի զարգացնել։ Հաջորդ հարցը Ամալյան Արոնոս։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, Թուրքիայի ղեկավարը վերջերս հայտարարել էր, որ 2026-ին խորհրդանշական քայլեր են